Փորձել ենք հնարավորինս տալ։ Նախ շնորհակալություն, որ եկել եք, ես ողջունում եմ ձեր խիզախությունը, որ այս հարկի տակ, այս գրասենյակում կարողացել եք հավաքվեք, այս տեխնիկայով, որովհետև, ինչպես գիտեք, վտանգը մեծ է, որ կարող է մի քանի րոպեից, օրինակ, գան քննչականից խուզարկեն տարածքը եւ ձեր այդ ամբողջ տեխնիկան, տեսախցիկները, հատկապես շտացիվները արգելեն ու տանեն։ Հուսանք այդպիսի բան չի լինի, գոնե մինչև ասուլիսի ավարտը։ Ես համոզված եմ, որ բոլորդ էլ շատ լավ հիշում եք, թե ինչպես սկսվեց այս պատմությունը։ Մելիքյանը այս պատմության անունը դրեց 9/2, որովհետև առաջինը բոլորդ էլ հիշում եք։ Սկսվեց հետևյալով, նոյեմբերի 7-ին 9/2 եթերում 7 ժամից ավել տևող հարցազրույց էր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Հարցազրույցին հաջորդեց քաղաքացիական պայմանագիր կուսակցության կամ որոնինա իշխանության կողմից, իշխանության ներկայացուցիչների կողմից 24 ժամյա ռեժիմով անդադար գրառումներ, հրապարակային խոսք, ակնհայտ էր, որ հանձնարարված էր SMS-ով կամ այլ գործիքով, որ բոլորը պետք է ինչ-որ մի վատ բան ասեն սրա շուրջ։ Եվ այդ վատ բան ասողներից ամենավատը ստացվեց, դուրս եկավ Ազգային ժողովի գործող նախագահ Ալեն Սիմոնյանը, ով շատ անշնորհք բառապաշարով մի գրառում արեց, որտեղ որ մեր ընկերներին շատ չեմ ուզում կրկնել, վիրավորական արտահայտությունով անվանեց մեր ընկերներին։ Դրանի պատասխան հաջորդ թողարկման ժամանակ, չեմ հիշում որ համաներ թողարկում, հաջորդ թողարկման ժամանակ տղաները պատասխանեցին այդ արտահայտության, ես վստահ կարող եմ ասել, որ համարժեք արձագանքեր, համարժեք պատասխաններ։ Եվ դրան հաջորդեց, ինչպես արդեն դիտեք, մամուլից էլ հետո տեղեկացավ, Ալեն Սիմոնյանի կողմից հանցագործության մասին հաղորդումը, որից անմիջապես հետո, առանց որևէ վայրկյան գործնելու, քննչական մարմինը ազգային անվտանգության ծառայության հատուկ ստորաբաժանման հետ դիմակավորված այցելեցին Վազգենի եւ Նարեկի բնակարաններ խուզարկության նպատակով, իրականացրեցին խուզարկությունները, դրանից հետո, ինչպես գիտեք, եկան այս գրասենյակ, Անձիֆեյկի գրասենյակ, այստեղ էլ խուզարկեցին եւ շտատիվ առ շտատիվ հավաքեցին եւ տարան քննչական կոմիտե։ Ակնհայտ էր, որ սրա նպատակը շտատիվների երկրորդ նպատակը, այսպես ասած, այն էր, որ լրատվամիջոցը պարզապես գոյություն չունենա, չկարողանա իր գործունեությունը իրականացնել։ Դե արդեն, ինչպես նշեց Աստղիկը, արդեն 1 ամիս լրացավ, ինչ տղաները գտնվում են կալանքի տակ։ Այս գործում մի շատ կարևոր առանձնահատկություն կա, որ ուզում եմ անպայման դրան միշտ ուշադրություն դարձնել, որ մենք մի անգամ այս փորձության միջով, այսպես ասած, անցել ենք եւ առաջի գործի ժամանակ, երբ որ էլի նույն մեղադրանքով, նույն հաղորդման շրջանակներում, գործը հարուցվեց, կանոնավորվեցին, երկար դատական քննություն ընթացավ եւ ի վերջո արդարացվեցին տղաները։ Էլի մենք երեկով էինք պաշտպանություն իրականացնում եւ արդարացվեցին տղաները։ Եվ այս նոր գործով 9/2-ում էլի բացարձակ նույն վերակատարներով, նույն քննիչներն են, նույն դատախազը եկան այս վերջին 1, 2, 3 հաղորդման ընթացքում հնչած արտահայտությունների վրա նույն process-ը նորից սկսեցին։ Չէ, ակնհայտ է, որ սա չէր կարող այսպես լինել, եթե դրա տակ չլիներ քաղաքական նպատակը, քաղաքական հետապնդումը։ Ու մի կարևոր բաներ եմ ուզում անպայման այստեղ նշեմ ու խնդրեմ, որ դա միշտ նկատի ունենաք, որից հետո խոսքը փոխանցեմ ընկերոջս, գործընկերոջս։ Իշխանությունը փորձ է կատարում անդադար հրապարակ նետել, թե իբր տղաները տվել են սեռական բնույթի հայոյաններ։ Մենք թե նախորդ դատական նիստում, թե դրանից հետո, թե հիմա պնդել ենք ու պնդում ենք, որ երբևէ եթերում չի հնչել սեռական բնույթի հայոյան, եւ տղաները դա շատ լավ գիտակցում են, դրա վատ հետևանքներն են գիտակցում եւ երբևէ չի եղել ու ես վստահ եմ չի լինելու։ Եվ երկրորդը, որ փորձում է իշխանությունը հրապարակնել դա այն է, թե իբր տղաները սպառնացել են ինչ-որ անձանց։ Օրինակ, Ալեն Սիմոնյանի եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության կամ իշխանության ներկայացուցիչների։ Կրկնում եմ ու պնդում եմ, որ որևէ սպառնալիք երբևէ գոյություն չի ունեցել եւ դրա մասին էլ կայուն նաեւ սպառնալիք չլինելու իրական վարույթում դրա բացակայությունը, դրա վերաբերյալ որևէ հանգամանքի բացակայություն։ Ես այսքանն եմ ուզում ձեզ տեղեկացնել, եթե խոսքը շարունակի գործընկերս ուզում եք։ Շնորհակալ եմ։ Այո, 1 ամիսը շատ արագ անցավ, մի բան էլ ավել։
երբ այս նույն տեղում, որտեղ որ հիմա գտնվում են ձեր տեսախցիկները, քննիչներն էին աշխատում, հերթով որոշում էին, թե ինչն են թողնում, ինչն են տանում, իհարկե հիմնականում տանում էին, այլ ոչ թե թողնում էին, եւ իմենի երկու գործը արդեն այն գործերից է, որը հանրությանը շատ հայտնի է եւ ինչպես եւ իմենի առաջին գործը, այնպես էլ սա այն ցավոք սրտի սակավաթիվ գործերից է, որ նաև ստացել է միջազգային արձագանք։ Առաջին իսկ րոպեներից, եթե դուք հիշում եք, ես իմ գործընկերը շատ ակտիվ աշխատել ենք հանրության հետ, օգտագործելով տեխնիկական հնարավորությունները լայվերով, հարցազրույցներով եւ այլն, եւ կարմիր թելով մի բան էր անցնում, որ առաջին գործում դուք տեսաք, որ ուղղակի մեդիա գործունեություն իրականացնող անձանց նկատմամբ նման ակնհայտ ապօրինությունը բերելու է անգամ այս պայմաններում, երբ որ բացահայտ ձևով Հայաստանը Եվրամիությունից ինչ-որ հիբրիդային չեմանումիչերի դեմ իրականում ոնց որ կարելի է ասել միջամտության դրսևորում է, խնդրում, ինչ-որ ստանում է այդ միջամտությունը եւ այլն այս պայմաններում եվրոպացիները լուրջ այսպես արձագանքի կարծեք թե տեղ չեն թողնում նման դեպքերում, բայց անգամ այս պայմաններում մենք ունենում ենք նաև միջազգային արձագանքներ։ Իսկ առաջին դեպքով մենք ունեցանք ամենահեղինակավոր միջազգային կառույցներից շատ հստակ արձագանքներ, իդեպ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն գործընկերներին, որոնք որ իրենց անդուլ ջանքերով հասան դրան, ուզում եմ հատուկ նշեմ երկու կառույցների անունները, Հայաստանի ժուրնալիստների միության անունը եւ KIHK-ի անունը, որոնք երկուսն էլ ամենաակտիվ աշխատանքն են իրականացնում, որպեսզի այս տեղեկատվությունը տեղ հասնի, մյուսներից ներողություն եմ խնդրում, բայց ես երկուսին ուզում եմ հատուկ ընդգծեմ, եւ անցյալ անգամ ամենահեղինակավոր կառույցներից մենք ստացանք արձագանքներ։ Դա Freedom House-ներ, Amnesty International-ներ, Եվրոպայի լրագրողների ֆեդերացիան եւ մյուս ամենահայտնի կազմակերպությունը միջազգային վեճկառավարական ամենահեղինակավոր կառույցներից այնքան շատ են, որ նույնիսկ մոռանում ենք, որին հիշենք, որին թողնենք։ Եվ այս անգամ եւս մենք ունեցանք մի նոր կառույցից արձագանք, շատ կարևոր արձագանք, որը ի տարբերություն նախորդ անգամվա պաշտոնական կառույց է, այսինքն ինչքան էլ հեղինակավոր լինի, կարող է լինել պաշտոնական, ոչ պաշտոնական։ Եվրոպայի խորհրդի կառույց է, լրագրողների անվտանգության հարթակը, նոր երևույթ է, դրա համար մենք հատուկ այսօր անդրադարձ ենք անելու եւ իմ գործընկերը Աստիկ Մաթեոսյանը իմ խոսքի ավարտից հետո ավելի մանրամասն կներկայացնի, ինչ է իրենից ներկայացնում այս հարթակը եւ ինչ է իրենից ներկայացնում այս արձագանքը։ Նորից ասեմ, դա այն պայմաններում, երբ այսպես ասենք, ֆոնը ամենևին բարենպաստ չէ, բայց որ բարենպաստ լիներ ինչ կլիներ։ Ես ուզում եմ կարճ անդրադառնալ, թե ինչ խախտումների մասին է խոսքը։ Ես եվրոպական կոնվենցիան էի մտքով այսպես անցնում հոդվածներով եւ նկատեցի, որ եվրոպական կոնվենցիայի երևի համարյա հոդվածների կեսի խախտում ենք այստեղ։ Սկսենք ամենասկզբից 5-րդ հոդված, որը վերաբերում է անձի ազատության իրավունքին։ Ակնհայտ է, որ ոչ մի հիմք չկար անձանց ազատությունը սահմանափակելու համար։ Մենք արդեն ունեցել ենք մեկ քրեական վարույթ, որով 2 ամիս կալանքից հետո տղաների նկատմամբ կիրառվեց այլընտրանքային խափանման միջոց, մասնավորապես վարչական հսկողություն, եւ տղաները ամբողջությամբ պահպանել են դրա բոլոր պայմանները։ Հիշում եք, դա նաեւ արժեցավ նրանց երկար ժամանակ եթեր դուրս չգալ, բայց նրանք որևէ խախտում թույլ չեն տվել։ Հետևաբար, եթե արդեն մենք ունենք փորձ, որ այս խափանման միջոցը արդյունավետ է, ինչի պետք է ամենածայրահեղ խափանման միջոցը կիրառվեր։ Օրինակ, քաղաքի կենտրոնում մի քանի մարդ հարձակվում են ըստ հավանաբար քրեական վարույթի նյութերի պետք է որ խուլիգանական նաև գործողություններ լինեն, ապարակ դեպքում խուլիգանության մեղադրանք չէր լինի, կոնկրետ Միլան Հակոբյանի դեպքն եմ օրինակ բերում, եւ դատարանը մերժում է այդպիսի խուլիգանություն, ենթադրյալ խուլիգանություն կատարած անձանց կալանքը կիրառում է շատ ավելի մեծ խափանման միջոցներ։ Այդ ո՞նց եղավ, որ այն դեպքում մերժվում է, այս դեպքում երբ որ եթերի մասին է խոսքը, երբ որ մեծ շատ մեղմ եմ արտահայտվում, մեծ կասկած կա առհասարակ եթերով խուլիգանություն լինում է թե չի լինում, մարդկանց նկատմամբ կիրառվում է
ամենախիստ խափանման միջոցը այն էլ լրջագույն սահմանափակումները, շփման սահմանափակումները։ Եվ այսպես 5-րդ հոդված։ 6-րդ հոդվածից մի փոքր ընդամենը էպիզոդ հիշեցնեմ, երբ որ ես օրինակ հասա Նարեկենց տանը իրականացվող խոզարկությանը, ինձ դեռ չթողեցին։ Ճիշտ է, սա ամենամեծ խախտումը չէ այս գործում, բայց այնուհանդերձ 6-րդ հոդվածի, այսինքն արդար դատականության իրավունքի, մասնավորապես պաշտպանի ներգրավման, պաշտպանի կողմից իր իրավաբանական գործառույթի իրականացնելու իրավունքի որոշակի խախտում։ 7-րդ հոդված։ 7-րդ հոդվածը հաճախ չի, որ մենք վկայակոչում ենք, բայց շատ կարևոր է։ Հին սկզբունք կա, չկա հանցանք առանց օրենքի։ Նունum crimen sine lege իրավաբանները այս լատինական արտահայտությունն են։ Դա ձևակերպված է Եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածում։ Դա մարդու ֆունդամենտալ իրավունքն է, որ եթե ինքը հանցանք չի կատարում, նրան հանցագործության համար նրա նկատմամբ վարույթ չիրականացնել։ Էլ չեմ ասում իր ոչ հանցավոր արարքը չորակեն որպես հանցագործություն։ Մարդիկ իրականացնում են օրենքով թույլատրված, օրենքով չարգելված քաղաքական գործունեություն։ Բոլորս էլ գիտենք ինչ գործունեություն։ Հիմնեմնի մի ոդկասթը քայլ առ քայլ ժամանակի ընթացքում արդեն 3-րդ տարին է, չէ՞ ոնց որ սկսում շփոթ։ 3-րդ տարին է։ Կամած առաջ գնաց եւ դրա արդյունքում մենք ունեցանք իրավիճակ, որ հանրությունը շատ լավ ճանաչում է, մարդկանց գործունեությունը բոլորի աչքի առաջ է։ Այդ օրինական գործունեության համար մարդկանց պատասխանատվության են կանչել։ Այն էլ այն դեպքում, հարգելի գործընկերներ, այն էլ այն դեպքում, երբ որ արդեն մենք ունենք ոչ թե պարզապես անմեղության կանխավարկածի երաշխիքը, այլ ունենք անգամ դատավճիռ, ճիշտ է օրինական ուժերից չմտած, որը նույն արարքը որակել է որպես ոչ հանցավոր արարք։ Այս պայմաններում մենք ակնհայտորեն տեսնում ենք նաև այս սկզբունքի ոտնահարումը։ Հաջորդ հոդվածը, 8-րդ հոդված, անձնական եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունք։ Ինչ իմաստ կար առավոտը ժամը 7-ին դիմակներով մտնել Նարեկենց եւ Վազգենենց տուն։ Երեխեքը այնտեղ պատրաստվում են դպրոց գնալ եւ այլն, դրա մասին լուսին են անում։ Սրանք ինչ իմաստ կար։ Այդ իրավունքի նկատմամբ միջամտությունը որևէ բանով արդարացված էր թե ոչ։ Սա արդեն Եվրոպական կոնվենցիայի հաջորդ հոդվածն է։ 10-րդ հոդված, խոսքի ազատություն։ Հիմա տեսեք հերթով թվարկելով գնում է։ 10-րդ հոդված, այս ամեն ինչը ինչի համար է արված, որպեսզի մարդկանց գործունեությունը դադարեցնի։ Շնորհակալություն բոլոր այն մարդկանց, ովքեր որ դա ուղղակի թույլ չտվեցին։ Դա եւ իրենց ֆինանսական աջակցությամբ դրանով, որ այն ինչ որ տարել էին, անհրաժեշտը բերեցին եւ 2 օր հետո արդեն ինքնին եթերում էր։ Այդ շտատիվները, այդ մնացածը եւ այլն։ Իդեպ վերադարձրել են մի մասը տեխնիկայի, շտատիվները վերադարձրել են, հա, ինչի եք մարդկանց, մարդիկ ստուգեցին, տեսա։ Շտատիվները վերադարձրել են, ասեմ ձեզ, բայց ոչ ամբողջը չէ, ամենակարևորները չեն վերադարձել, խոսքը վերաբերում է համակարգիչներին եւ այլն, այսինքն այն հատվածը, որ արդեն իսկ այսպես ասած փոխարինողները ձեռք են բերվել, դրանք վերադարձել են։ Ինչ ասենք, ասենք երևի թե լավ է, որ վերադարձվել են, բայց վատ է, որ տարվել են առասարակ։ Հաջորդը, նույն խոսքի ազատության հետ կապված։ Լրատվամիջոցի գործունեության խաթարման դրսևորում ենք մենք համարում նաև բացարձակ անհիմն երկու այլ լրագրողների՝ Դավիթ Ֆիդանյանի եւ Իշխան Խոսրոյանի ձերբակալումը։ Բացարձակ մեր համար այդպես էլ մնաց անհասկանալի, թե այս մարդկանց ինչի տարան, Իշխանը 6 ժամ մնաց անազատության մեջ, Դավիթը 2.5-50 ժամ, այսպես անազատության մեջ մնաց եւ կարծում ենք, որ դա նույնպես նպատակ էր հետապնդում դադարեցնել անտիֆեյքի գործունեությունը։ Եվ վերջապես 14-րդ հոդված, որը խտրականության արգելքն է։ Խտրականության այս ամեն ինչը կատարվում է խտրական ձևով։ Մենք չենք տեսել պրոիշխանական նման գործունեության մասով որևէ միջամտություն, քրեական հետապնդում, էլ չենք ասում մասկաներով ԱԱՑ-ի աշխատակիցները գնալու։ Ես չեմ հասկանում, մեր երկրում ԱԱՑ-ն շատ կարևոր գործառույթներ ունի, որ պետք է իրականացվի։ Դրա համար է մեր հասարակության գիտակից հատվածը հարգանքով վերաբերվում այդ կառույցին։ Բայց մենք տեսնում ենք, միտեղ գնում են պատարակի զերծման հարցով են զբաղվում, մյուս տեղի գալիս են շտատիվների տանելու կազմակերպման հարցով են զբաղվում։ Սա մեր համար անհասկանալի է։ Խաղաղության պայմաններում նորմալ չի։ Անգորսոր չէ։ Դե չգիտեմ, գուցե նորմալ է։ Ես
այսպես լավ միջազգային փորձին չեմ տիրապետում, բայց իմ կարծիքով ազգային անվտանգության ծառայությունը պետք է որ անվտանգային բնույթի մարտահրավերներով զբաղվի, որոնք որ կարծում եմ ներքուն շատ-շատ։ Վերջում ընդհանրապես կուզենամ համեմատել իմնեմնիմի 1-ը եւ իմնեմնիմի 2-ը ցույց տալու համար, որ այս ընթացքում ցավոք սրտի մեր երկրում ռեպրեսիվ ապարատը շատ ավելի մեծ հնարավորություններ է ստացել ընդամենը 1 տարի 5 ամսվա ընթացքում։ Զուտ հայեմատության համար։ Իմնեմնիմի 1 գործով մարդկանց տները ժամը 7-ին չգնաց։ Բնակարանի անձեռնմխելիությունը, անձնական ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը, դրա նկատմամբ միջամտություն չեղավ։ Նույնիսկ այստեղ գալուց ոչ թե խուզարկությամբ էին եկել, այլ դեպքի վայրի զննությամբ էին եկել։ Մասխաներ եւ այլն նման բաներ չկար։ Երկրորդը բանի այդ անտիֆեյքի գործունեության նկատմամբ միջամտություն չեղավ։ Լրագրողների մասով որևէ միջամտություն չեղավ։ Երրորդը, եկեք այնուհանդերձ իրավիճակներն քննարկենք։ Նախորդ անգամվանից հետո մենք նաև որոշակի հետևություններ էինք արել եւ օրինակ արդեն իսկ երկար ժամանակ է բոլոր հաղորդումները սկսվում են շատ հստակ, միանշանակ, բավական տևական ծանուցումով, որ ուղղված է միջազգային ներողությունը, որ ուղղված է ունկնդիրներին, որ իմացեք, հնարավոր է, քանի որ սա ուղիղ եթեր է, որ ոչ նորմատիվային լեքսիկա է այստեղ լինի, 18+ լեքսիկա է այստեղ լինի։ Նույն բանը ինչ որ օրինակ անում է հանրային հեռուստաընկերությունը, երբ որոշ ֆիլմերի մասին գրում է 18+։ Հիմա ներողություն, եթե այնտեղ ինչ որ մի ոչ նորմատիվային անպարկեշտ արտահայտություն չի, օրինակ ներողություն եմ խնդրում, 1000 ներողություն, խնդրում եմ սրտից թույլերը թող հեռանան, եթե հետույք բառ օրինակ հնչի։ Այդ մարդկանց ինչ պետք է գնաք դատեք, գրում են, չէ, 18+։ Հաջորդը տարբերակիչ առանձնահատկություն, անցյալ անգամ չէին սահմանափակել տղաների ուրեմն տեսակցությունների հնարավորություն։ Տեսակցությունների հնարավորությունները սահմանափակված են։ Միայն պաշտպաններ եւ մերձավոր ազգականներ, որը ոչ չեն, մերձավոր ազգականները սկզբունքորեն կարող են, բայց պաշտպանները չեն կարող։ Որևէ մեկ ազգային ժողովի պատգամավորները, բազմաթիվ պատգամավորներ են հետաքրքրվում, որ ցանկություն ունեն այցելեն, անցյալ անգամ այցելել են։ Բացառապես այն պատճառով է սահմանափակված, որ մարդիկ կտրվեն, չկարողանան իրենց այսպես շփումներ ունենալ, օրինակ ազգային ժողովի պատգամավորների հետ։ Եվ նաև շնորհակալություն եմ հայտնում բոլոր այդ պատգամավորներին, երկու ընդդիմադիր ֆրակցիաներից, որոնք որ անընդհատ հետաքրքրվում են, անընդհատ ասում են ինչ որ բան չփոխվեց, էլի չենք կարող գնալ, էլի չենք կարող գնալ, ցավոք սրտի դեռ գնալ չենք կարող։ Ամենավերջում ասեմ, որ մենք ստացանք հետաքրքիր արձագանք Եվրոպայի խորհրդից։ Սա էլ է տարբերություն։ Անցյալ անգամ երբ որ դիմումներ եղան նույն Եվրոպայի խորհրդին, որևէ պատասխան չստացանք։ Այս անգամ մենք ստացանք պատասխան։ Նամակ ուղարկեց Եվրոպայի միության պատվիրակության ղեկավարը, շնորհակալ ենք, որ նամակ ուղարկել են, այսինքն դա մենք համարում ենք ուշադրության նշան որոշակի եւ հույս ունենք, որ դա նաեւ նշանակում է, որ գիտեք մենք քանի որ այնտեղ հիբրիդային հարցեր կան, մենք չենք կարող հրապարակված ձեր հետ շփվել, բայց սա արժեքներ են, որոնցով մենք զբաղվում ենք եւ գուցե փակ դռների հետևում նաեւ այդ հարցը բարձրացնում ենք։ Բայց այն տեքստը, որ այդ նամակում կար, մեղմ ասած տարօրինակ էր։ Նշված էր, որ դա գիտեք ինչ, մենք չենք կարող զբաղվել նման հարցերով, այդ հարցերը մեր իրավասության։ Դա Հայաստանի ներքին գործն է, Հայաստանը այդ հարցերով թող զբաղվի։ Ես հիշողությունս թարմացնելու համար որոշեցի մի հատ հին, այսպես, լրատվական նյութերը թերթել եւ տեսնել, թե ինչպես էր մինչեւ 2018 թիվը քաղաքական հայտարարություն, այլ քաղաքական հայտարարություններ անեն, հանդիպումները չեմ ասում, որ անընդհատ այսպես այն մարդկանց հետ ովքեր որ ձերբակալվում են եւ այլն, անընդհատ հանդիպումներ լինում եւ դա հրապարակվում էր, այդքի չեմ էլ ասում, այդ չեմ ասում։ Քաղաքական բնույթի հայտարարություններ, որ պետություն դու խախտում ես արել, որ այս ինչը սենց ես արել, նրան բռնել ես, այս ինչը սենց ես արել, ինչը նենց ես արել։ Անձամբ դեսպանը, անձամբ Եվրամիության դեսպանը գնում եւ մասնակցում էր դատերին։ Իսկ դա քաղաքական քայլ է, այդպես չի էլի, որ դից այդ օրը դատարանի մոտով անցնում են, դա այդպես չի լինում։ Եվ որոշում են մտնել տեսնել ինչ կա դատարանում։ Ոչ, դա քաղաքական քայլ էր։ Բայց հիմա ինչը փոխվեց, արժեքները փոխվեցին։ Դե փոխվեց այն, որ այլևս բացահայտվեց, որ այդ արժեքները մեղմ ասած առաջնային կարևորություն չունեն եւ
քաղաքական նպատակահարմարությունը ամեն ինչից վեր է։ Չէ՞ որ սա գուցե կարճաժամկետ էֆեկտ ունենա, բայց